Բարը ձեզ, սա դեկոնստրուկցիա, գծիկ ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, սա մեր շարքի 4-րդ զրույցն է, հիշեցնեմ, որ այս տարի ենք սկսել, ուրեմն մենք այս մեր առաջի թեման, որ արդեն երրորդն ենք այսօր խոսալու, առաջի թեման մեր հետևյալ հարցադրումն է, արդյոք փոքր ազգ ենք մենք, սկսել ենք այդ հարցադրումից, այդ բավականին պարզ թեմայից, բայց արդեն երրորդ անգամ ենք խոսում, ուրեմն մենք երկու բան ոնց որ արձանագրեցինք նախորդ մեր զրույցների ընթացքում, մեկը, որ այդ փոքր ազգ ենք մենք պնդումը, որ առաջին հայացքից թվում է քանակի մասին է, երբ որ մի քիչ խորանում ենք, վերլուծում ենք, պարզում է, որ առնվազն ոչ միայն քանակի մասին է, եւ նույնիսկ առաջին հերթին քանակի մասին չէ, այլ ավելի շուտ հոգեբանություն է, ինքնաընկալում է, աշխարհի պատկեր է եւ ավելի շատ մենք ենք մեզ փոքր համարում, քան կան օբյեկտիվ չափանիշներ, որ մենք իրոք փոքր ենք, որտեղ դա համեմատական է, հարաբերական է։ Եվ խոսք ավելի շատ այստեղ հոգեբանության մասին է։ Երկրորդ բանը, որ փորձեցինք հասկանալ, իսկ ինչպես են այն ազգերը, որոնք մենք մեծ ենք համարում, կամ իրոք իրենք այդպես ասած մեծ են իրենց ազդեցությամբ, իրենց քանակով, ինչպես են իրենք մեծ դարձել, արդյոք դա տենց ի սկզբանե տրված վիճակ է եղել, թե ինչ որ մի փուլում իրենք դարձել են փոքրից մեծ եւ ինչպես է եղել, որ դարձել են, արդյոք էլի այստեղ բախտն է բերել, ճակատագիրն է լավ դասավորվել, քարտեզն են լավ դասավորվել եւ տեսանք, որ մի քանի օրինակով տեսանք, որ հիմնական մոդելը նա է, որ ի սկզբանե էլի համեմատաբար եւ քանակով եւ կարգավիճակով փոքր ազգերն են, որ դառնում են մեծ եւ դառնում են ջանքի ու պայքարի միջոցով, այլ ոչ թե ինչ որ մեկը իրենց դա նվիրում է արյան եւ քրտինքի միջոցով, ինչպես մենք փորձեցինք օրինակներով բարձել։ Եվ հիմա գալիս ենք այսօրվա թեմային, որը նախորդից բնականաբար բխեց, որտեղ մենք հարց տվեցինք, լավ, եթե մեծերը դարձել են մեծ փոքրից, ինչպես ենք մենք հայերս դարձել փոքր, թե ընկալմամբ, թե քանակով։ Իհարկե առաջնային ընկալում, երկրորդը քանակը չթերագնահատելով, բայց այս ընդհանրացված հարցն է գալիս։ Եվ արդյոք մենք էլի սկզբանե հենց փոքր ենք եղել, միշտ այդպեսին եղել ենք, այսպես ասած քաշ ենք տվել մեր գոյությունը, թե եղել է ինչ որ ընթացք, ինչ որ զարգացում, ինչ որ փոփոխություն, որ մենք այսօր մեզ ընկալում ենք փոքր եւ նաեւ գուցե քանակապես էլ, այո, համեմատաբար փոքր ենք։ Ես միանգամից պատասխանեմ, ասեմ, որ ոչ, մենք չենք եղել փոքր, առաջին հերթին հիմա կարգավիճակի եւ ինքնաընկալման մասին եմ խոսում եւ ոչ միայն ինքնաընկալման, նաեւ աշխարհի ընկալման, չենք եղել, հին հայերը չեն եղել, հին ես ասելով նաեւ միջնադարը նկատի ունեմ, եւ եթե լինեին, հաստատապես այսօր չէին լինի, որտեվ փոքրը եւ թույլը երբեք չի լինում, չի գոյատևում այս աշխարհում պատմության մեջ։ Այդ հարցին միանգամից պատասխանեմ այդպես, բայց հետո գնանք փաստերով կփորձենք բարձել, արդյոք ես ճիշտ եմ պնդում, թե չէ։ Իհարկե կա տարածված ընկալում, մեզանում այսօր տարածված ընկալում, այդ թվում էր պատմագիտության մեջ, այդ թվում էր հանրային գիտակցության մեջ, որ մենք այո միշտ ենք եղել փոքր եւ թույլ, միշտ նվաճվել ենք, միշտ, չգիտեմ, մեզ եկել են, կոտորել են, նվաճել են, ենթարկել են մեր ամբողջ պատմությունը այդ լույսի ներքո է ներկայացում եւ մենք անդադ գոյատևման կռիվ ենք մղել ոչ միայն դարերով, այլև հազարամյակներով։ Այդպես ենք մենք այսօր ընկալում մեր պատմությունը։ Այս թեման ինքնին պատմության ընկալում շատ մեծ է։ Ես դա ուզում եմ, որ մենք առանձնացնենք, մի օր առանձին խոսանք, այսօր մենակ այս մի փոքր իրակատարվածքը կվերցնենք, բայց էլի միանգամից ասեմ, կանխելով մեր ապագա զրույցները, երևի թե այս թեմային տարբեր կողմերից ընդհանրապես կանդրադառնանք, որ սա պրոյեկցիա է մեր այսօրվա այս նկատի ունեմ հենց մենակ այսօրվա, ասենք վերջին, չգիտեմ, մի քանի դարվա կամ տասնամյակի նաև կարգավիճակի ընկալման պրոյեկտումն է մեր հին պատմության վրա։ Մենք այսօրվա ակնոցով ենք նայում եւ մեզ թվում է, որ եւ վերագրում ենք մեր թուլությունը եւ մեր փոքրությունը եւ մեր խեղճությունը այն ժամանակվա հայերին, բայց դա այդպես չի եղել, չէր էլ կարող լինել, որտեղ էլ եմ կրկնում, պատմության մեջ բացառվում է, որ որևէ թուլություն
գոյատևի դարերով հազարամյակներով թուլությունը միշտ գնում է դեպի կործանում։ Մենք այդպեսին չենք եղել եւ չենք կարող գոյատևում է միայն ուժը։ Եթե մի բան կա, արդեն իր մեջ ուրեմն այդ ուժը կա։ Ուժի չափը կարող է տարբեր լինել, բայց հաստատ կա։ Հիմա, բայց գալով ավելի կոնկրետին։ Իհարկե, այստեղ միանգամից նաև հակափաստարկ մի հատ բերեմ, որովհետեւ շատ են սիրում հղում անել Մովսես Խորենացու ուրեմն պատմության այդ ձևակերպման վրա, որտեղ ասում է եւ թեպետ մենք փոքր ածու ենք եւ այլն, հիմա այդ փոքր ածուն է կարեւոր, սիրում են հղում անել նաեւ այսօրվա, այսպես ասած, այն մարդիկ, որոնք մեր փոքրության, թուլության, ասենց ասած, փոքրության կողմնակիցներ են, հղում են, տեսնում եք, Խորենացին դեռ ձևակերպել է, որ մենք փոքր ենք, փոքր ածու ենք։ Հիմա էլի սա շատ մեծ թեմա է, եթե հանկարծ խորանամ շեղվեմ հատկապես այս Խորենացու, նաեւ տեքստաբանական եւ այլն, դա շատ մեծ հեռու կտանի, բայց ասեմ, որ նախ դա օրինաչափություն չի, այնպես չի, որ մնացած բոլոր հայ այդ ժամանակվա մատանագիրները այդ նույն ինքնաանկալումն ու այդ նույն ինքնապատկերացումն են հաղորդում։ Խորենացունը բավականին սպეციფիկ է եւ ինչու է այդպես ես մի օր էլի կփորձեմ առանձին գուցե անդրադառնալ ինչ որ մի այլ առիթով, բայց մենք ունենք լրիվ հակառակ ընկալումներ, օրինակ նույն Փավստոս Բյուզանդի Մատյանում մենք ունենք լրիվ այլ ընկալումներ, որ սա մեծ թագավորություն է, հզոր թագավորություն է եւ ունենք այդ հզորության եւ մեծության բազմաթիվ ձևակերպումներ եւ Փավստոս Բյուզանդի մոտ եւ մեր մյուս մատենագիրների մոտ, այսինքն այդ խորենացու ձևակերպումը, որ տենց հանում, ասենց ասած, դեմ են տալիս մեզ, բայց չեն հանում եւ չեն հղում տալիս բազմաթիվ այլ ձևակերպումներին, որոնք լրիվ այլ հին հայերի, լրիվ այլ ինքնաանկալման մասին են վկայում եւ նաեւ խորենացու այդ ձևակերպման իմ կարծիքով ճիշտ կոնտեքստը չեն տալիս։ Բայց էլ եմ ասում, եթե հիմա խորանամ, շատ կգնանք հեռու եւ այս ամբողջ հաղորդումը մենակ դրա մասին կխոսանք, ես չեմ ուզում, որտեւ ի վերջո, որքան էլ այդ ձևակերպումները, այդ գրավոր sense ասած ձևակերպումներ գրավոր տեքստից կարևոր են, ավելի կարևոր են փաստերը։ Մենք պետք է փաստերով նայենք, փաստերով հայերը հնում եւ միջնադարում արդյոք փոքր են եղել իրենց կարգավիճակով, իրենց ընկալմամբ, թե չեն եղել, փաստերը նախ պետք է նայենք, իսկ տեքստայինը հետո կարելի է առանձին վերադառնալ եւ տեսնենք ինչ փաստեր մենք ունենք։ Առաջին այցքից ես հիմա կթվարկեմ բաներ, որոնք դու ինքնին պարզ բաներ են, ինքնին պարզ են, որտեղ մենք դրա մեջ մեծացել ենք, դա մեր մշակույթն է, մեր ավանդույթն է, այդ ամեն ինչը գիտենք եւ մենք դա չենք կապում մեծության կամ փոքրության հետ, բայց հետո մենք պետքա վերլուծենք եւ տեսնենք, որ չէ, այդպես չի։ Հիմա տեսեք, օրինակ, ես միշտ այս օրինակը սիրում եմ բերել, դու որպես հայ երեխա մեծանում ես, իմանում ես, որ դե ունես սեփական այբուբեն, դու քո ազգը ունի սեփական այբուբեն եւ քո աշխարհի մեջ շատ բնական է, փոքրիկի մանկության աշխարհի մեջ, որտեղ բոլոր ազգերն էլ པարզ է, եթե դու ազգ ես, ունես լեզու, կունենաս նաեւ այբուբեն։ Հետո դու մեծանում ես եւ հասկանում ես, որ դա այդպես չի։ Եվ ոչ միայն քո նման ազգերը չունեն այբուբեն, այլև քեզնից շատ ավելի հզոր ազգերը ունեք սեփական գրավոր համակարգ, ըստ էության իրենց լեզվի հնչյունաբանության համապատասխանեցված չունեն, օրինակ ասենք չի, գերմանացիները չունեն, անգլիացիները չունեն, դու զարմանում ես, եւ ասենք գերմանացիները մի հատ չհնչյուն գրելու համար 4 տառ են օգտագործում, կամ պարսիկները չունեն։ Եվ իհարկե դու զարմանում ես, մտածում ես, որ ոնց է այդպես, որովհետեւ քո բնական աշխարհում այդպես չի։ Մյուսը դու նայում ես եւ տեսնում ես, որ քո միջնադարյան ուրեմն ճարտարապետական հուշարձանները առնվազն եկեղեցական ճարտարապետություն ենք հիմա վերցնում, ուրեն լրիվ ուրույն տարբերվող ոչ, այսինքն հայկական եկեղեցիները տարբերվում են աշխարհի մնացած բոլոր եկեղեցիներից իրենց ճարտարապետական ոճով։ Նույնը մեր գրական լեզուն է, դա այտենց ինքն իրանով չի տրվել մեզ, դա ստեղծվել է, մարդիկ ջանք են դրել, ես նկատում եմ հիմա 5 գրական լեզուն, գրապարը, որի հիմքով էլ այսօրվա մեր գրական լեզուն է, որտեղ բարբառը տվել է քերականություն եւ որոշ բառապաշար, բայց հիմնական ինչ որ մենք այսօր խոսում ենք, մեծ մասը բառապաշարի եւ տարբեր գրական այդ բարձր ձևերի գրապարից են փոխառած, դա ստեղծել են մարդիկ, դա ինքն իրանով չի եղել, մարդիկ վերցրել են եւ հայացրել են ըստ էության այն ժամանակվա հին աշխարհիկա միջնադարի հիմնական գիտական լեզուն, բարձր լեզուն հին հունարենն են, իրանք վերցրել են դա պատճենել են, թարգմանել են եւ սարքել են հայկական գրական լեզու, որը էլի մենք ունենք եւ շատ ժողովուրդներ շատ երկար ժամանակ չեն ունեցել, նույնն էլ եթե գերմանացիների հետ ենք համեմատում, մենակ 18-րդ դարի վերջում նոր գերմաներենով սկսել են բարձր գիտական տեքստեր գրել, մինչև կամ լատիներեն եղել, կամ ֆրանսերեն։
Մեր եկեղեցին հնուծել, դե քան որ 5 տարի մասին եք խոսում, ես հիմա մի քիչ հին sense ասած փաստերն եմ համբերում, մեր եկեղեցին առանձին ինստիտուցիոնալ առանձնացված եկեղեցի է, ենթակա չի ոչ մեկին ինստիտուցիոնալ առումով քրիստոնյա աշխարհին, ոչ Հռոմի պապին, ոչ չգիտեմ Պոլսի պատրիարխին, ոչ մեկին ինքնիրենով առանձին ինստիտուցիոնալ կառույց է, դա նույնպես մարդիկ արել են, դա բնականից չի տրվել, բայց մարդիկ դա, այսպես ասած, ստեղծել են։ Նաև դավանանքի առումով առանձին, նաև շատ հետաքրքիր թեմա, ես այս թեման շատ եմ սիրում, որ միջնադարում մեր ուրեմն աստվածաբանները այդ վեճի մեջ մտել են, ուրեմն աստվածաբանական ամենասենց այն ժամանակվա կարևոր հարցերի շուրջ, չեն վախեցել, վեճի մեջ են մտել ամբողջ քրիստոնյա աշխարհի հետ։ Հիմա մենք նայում ենք դրան որպես էս ինչ են արել, բայց դա էլի այն ժամանակվա աշխարհում դա եղել է կարգավիճակի հարց, ոչ թե դա եղել է զուտ մենակ, իհարկե նաև դավանաբանական, փիլիսոփայական, բայց քաղաքական ինքնիշխանության խնդիր է եղել, որտեղ միայն ամենաբարձր կարգավիճակ ազգերին կամ այն ազգերին, որոնք իրենց են այդ կարգավիճակը փորձում վերագրել կամ որպես ճանաչված են այդպեսին, կոպիտ ասած թույլատրված է եղել այդ ժամանակվա ամենաբարձր մակարդակի հարցում սեփական կարծիք ունենալ։ Դա քիչ ազգեր են իրենց թույլ տվել եւ նույն եվրոպական ազգերը փորձել են այդ խնդիրները եկեղեցու դավանանքի հետ լուծել շատ ավելի ուշ ռեֆորմացիայի շրջանում։ Մեր նախնիները այդ հարցերը լուծել են եւ այդ ամենաբարձր բանում իրենց այդ կարգավիճակը վերագրել են։ Սա ել եմ ասում, մեր այսօրվա հայացքով անհասկանալի թեմա, բայց այն ժամանակվա աշխարհում դա կարգավիճակի թեմա է եղել, բացի ամեն ինչից, ամենաբարձր կարգավիճակի համար, այսինքն հոգևոր ինքնիշխանության խնդիր է դրվել։ Մենք ունեցել ենք նույն սեփական տոմար, սեփական օրացույց, էլի ոչ բոլոր ազգերն են դա ունեցել։ Մենք ունեցել ենք թվական հայոց, ունեցել ենք բուն թվական հայոց, հիմնական միջնադարում իհարկե այդ հայոց թվականն է օգտագործվել, որը մոտավորապես հիմա վախենում եմ սխալվել, սկսվում է 551 թվականից։ Դա այն հայկի տոմարը չի, դա ուրիշ է։ Էլ չեմ ասում, որ նույնիսկ մենք միջև հիմա էլ ունենք, այսինքն այս ամենը մենք միջև հիմա ունենք, ժառանգել ենք։ Մենք այդ իրականության մեջ ապրում ենք։ Նույնիսկ սեփական կետադրություն, հասկանում եք, դա կոպիտ ասած ինչ աստիճանի լկտիություն է դա։ Ինչ է նշանակում սեփական կետադրություն, սեփական այբուբեն դա կարելի է հասկանալ, բայց ազգը, որը նույնիսկ, չգիտեմ, վերջակետն է ուրիշ ձևի դնում, իհարկե կան էլի ազգեր, որ ունեն, բայց շատ քիչ են դրանք եւ էլի երբ որ դու մեծանում ես եւ շփվում ես օտարազգիների հետ, դա աբսուրդ է համարյա, էլի որ ասում ես, գիտես, ինչ հայերեն ու վերջակետը սենց է, այսինքն դուք դնում եք մի կետ, մեկ դնում եք երկու կետ, որտեղ դուք դնում եք երկու կետ, մեկ դնում եք մի կետ։ Մենք ունենք բութ, չգիտեմ, եւ այլն, սա ընդհանրապես էլ եմ ասում, ըստ էության դա կողքից նայած լեկտիության գագաթնակետ է, ինչ է նշանակում մի հատ փոքրիկ Հայաստան, մի հատ 3 միլիոնանոց ազգ եւ կետադրությունը ուրիշ է, տարբեր է մարդկանցից, ասենք, չգիտեմ, վրացիները օրինակ ունեն սեփական հայբուբեն, բայց կետադրության լկտիությանը չեն հասնում իրենք։ Եվ այլն, այս կարելի է շատ երկար թվարկել։ Հիմա ինչ եմ սա թվարկում, տեսեք, առաջին հայացքից էլ եմ ասում, այս փաստը տենց առանձնապես մեր թեմայի մասին չեն եւ ինչ են դրանք խոսում, մանավանդ որ մենք սովոր ենք դրանց, դա մեր առօրյան է։ Մեզ թվում է ինքնին պարզ, ինքնին տրված բաներ, բայց մենք ապրում ենք այդ իրականության մեջ, այդ մենք չենք ստեղծել բնականաբար, մենք շատ քիչ բան ենք դրան ավելացրել, բայց մենք ապրում ենք այդ իրականության մեջ, որը ստեղծվել է մեր նախնիների կողմից, բայց հիմնական ընկալման խնդիրը ո՞րն է, դե երբ որ այս բաները ասում ես, մարդիկ ասում են, հա դա մշակույթն է, մենք մշակութապես ուժեղ ենք, բայց քաղաքականապես թույլ ենք, սուտ։ Մշակութապես ուժեղ նախ հնարավոր չի երկար կայուն լինել մշակութապես ուժեղ, բայց լինել քաղաքականապես թույլ, դա հերթական մեր հանրությանը բնորոշ սուտ պատկերացումն է, քաղաքականապես թույլ ազգերը կարող են մշակույթ ստեղծել, կարող են ժամանակավոր կարճատև մշակութային վերելքներ ունենալ, բայց եթե դա պաշտպանված չի քաղաքականով եւ ռազմականով, դա շատ արագ ցրվում է։ Ոնց որ մեր այս նոր պատմության մեջ եղավ, մենք ունեինք օրինակ արևմտահայ փայլուն մշակույթ, որը մոտ մի սերունդ տևեց, 1.5 սերունդ տևեց, 15 թվականին դա գլխատվեց, ոչնչացավ, այլ երբեք այդ թափով չվերականգնվեց։ Մենք ունենք 1920-ականներին, 30-ականներին այստեղ Հայաստանում էլի որոշակի մշակութային վերելք, բանաստեղծություն, արվեստ եւ այլն, դրա մեծ մասը գլխատվեց 37 թվին, այլ երբեք մենք չկարողացանք վերականգնել։ Այսինքն եթե դու չես կարող պաշտպանես քո ստեղծածը, նույնը տնտեսական հզորություն ունեին հայերը,
ոչնչացվեց, դա այլևս երբեք հնարավոր չեղավ վերականգնել, որտեղ քաղաքական եւ ռազմականը չկար։ Իսկ դա կարճատև կարող է։ Այս ինչ որ մենք խոսում ենք, սա կարճատև բան չի, սա երկարատև դարերի արդյունք է եւ քաղաքականապես թույլ ազգը չէր կարող ստեղծել, բայց ավելի կարեւոր է։ Այդ մենք հիմա ենք ասում մշակույթ, mēs այսօրվա մեր էլի պատկերացրածը վերագրում ենք հնին, մեզ թվում է, որ դա տենց այն ժամանակ էլ ասենք ճարտարապետները նստում մտածում էին, ասում են, արի այս եկեղեցին սենց սարքենք կամ սենց սարքենք, կամ դե արի այբուբեն ստեղծենք, կամ արի, չգիտեմ, արի դավանանքի մեջ սենց խորանանք, չէ, այդպես չի եղել, այդ ամեն ինչը որ ես թվարկեցի, կամ հայ թագավորների կամ հայ իշխանների քաղաքական որոշումն է եղել ընդհանուր մինչև ճարտարապետություն եւ այբուբենը եւ ճարտարապետությունը եւ սեփական այդ օրացույցն ունենալը եւ գրական լեզու այդ ամեն ինչը մեծ հաշվով քաղաքական որոշումներ են եղել եւ հովանավորված են եղել, եթե նույնիսկ արդեն հայոց թագավորությունը չեղել իշխանների կողմից այդ դարերում ոչ ոք ինքնագլուխ որ ուզենալ էլ չէր կարող, որտեղ մեծ նյութական միջոցներ էին ընտրվում, որ ուզենալ չէր կարող ասել ճարտարապետը ես էսպես եմ տեսնում, այդ դարը չի։ Այդ դարում եթե դու գիրք ես գրում, ուրեմն ինչ որ մի իշխան քեզ հովանավորում է, եթե դու տաճար ես կառուցում, առավել եւս ուրեմն մի իշխան դա հովանավորում է եւ նյութական եւ մնացած բոլոր իմաստով եւ այդ ամեն ինչը գիտակցված քաղաքականություն է եղել սեփական ինքնությունը կերտելու եւ շատ հզոր հիմքեր դրան տալու այնքան հզոր, որ մինչև հիմա դա աշխատում ապրում է, դա չլիներ մենք չենք լինի։ Մենք այսօր մեծ հաշվով մեր կողմից ավելացրածը չնչին բան է։ Մենք մինչև այսօր եթե որպես հայ կանք, այդ նախկին հզորության շնորհիվ է ցավոք սրտի։ Դա նախկին հզորություն է, բայց այդ հզորությունը ոչ թե նյութական է, այլ հոգեբանություն եւ գիտակցություն, որտեղ մարդիկ դա գիտակցված են արել։ Ոչ թե ասել են եկեք սիրուն եկեղեցի սարքենք, այլ մտածել են ասել եկեք այնպիսի ճարտարապետություն ունենք, որ տարբերվի, որ եթե մեկը օրինակ Բյուզանդեից մտնում է Հայաստան, ինքը միանգամից հասկանում է, որ ինքը ուրիշ երկրում է, որտեղ ստեղ եկեղեցիները ուրիշ են, ստեղ տառերը ուրիշ են, ստեղ նույնիսկ կետադրությունն է ուրիշ, ու կետադրությունը ճիշտ ավելի ուշ դարում է մշակվել, ուշ դարերում է ավելի վերջնական մշակվել, բայց 12-13-րդ դարից արդեն մոտավորապես դրա հիմքերը կան, եւ մնացած այդ ամեն ինչը ինչ որ թվարկեցի, այսինքն մարդիկ գիտակցված են դա արել եւ դա քաղաքական է եղել, ոչ թե ուղղակի տենց ոնց որ այսօր դե մշակույթ բառնել են, չէ, ընկալում ինչ որ անշարժ բան, չէ, դա անշարժ բան չի ինքնին, բայց առավելևս այս դեպքում եւ մշակույթը քաղաքականությունից ընդհանրապես առանձնացված չի։ Բարձր մշակույթը անմիջական կապի մեջ է միշտ։ Եթե դուք ուզում եք լավ զգաք այդ հոգեբանությունը, այդ ամեն ինչի այդ մարդիկ, որ դա արել են, եւ հասկանաք, որ դա փոքրի հոգեբանությունից ոչ մի կերպ չէր կարող բխել, այլ հակառակ հոգեբանությունից բխող, որտեղ մարդը դուք հասկանում եք, իրան ինքնահաստատում է եւ առանձնացնում է, ըստեյության ամբողջ քրիստոնյա աշխարհից առավել առնվազն էլ չեմ ասում մնացած ոչ քրիստոնյա աշխարհից, ինքը այդքան կա, որ ասում է ես պետք է առանձին դավանանք ունեմ, ես առանձին ինստիտուցիոնալ եկեղեցի ունեմ, ես առանձին այբուբեն, ինքը հաստատում է իրեն, որտեղ դա այնպես չի եղել, որ արտաքին աշխարհը ասել է հա ինչքան լավ է, ասենք օրինակ բյուզանդական աշխարհայացքի մեջ դա բան է եղել, դա ըստեյության խռովություն է եղել այդ ամեն ինչի դեմ։ Հիմա եթե ուզում եք պատկերացնեք, որտեղ սա աբստրակտ դանչում, քանի որ հանի մասին է, պատկերացրեք, մենք չենք ունեցել օրինակ այբուբեն, դες լատինատար գրել ենք մինչև հիմա կամ ինչ որ մի տառ, եւ այսօր մեկը հայտնվեր, Մեսրոպ Մաշտոցի պես մեկը, ասեր, եկեք ստեղծենք հայկական այբուբեն, այնպես որ մեր հնչյունաբանությանը համապատասխանի, հա, որտեղ թե լատինատառ ես գրում, հայկական հնչյունաբանությունը բնականաբար չի արտադրվում։ Դուք պատկերացնում եք, պատկերացրեք մի պահ կենթանի, պատկերացրեք հենց այսօր ես օրինակ գալիս եմ կամ ինչ որ մեկը Պողոսը Պետրոս ասում է սենց բան անենք։ Ինչ կանեին այդ մարդուն այսօրվա Հայաստանում, ինչ կանեին Մեսրոպ Մաշտոցի հետ այսօրվա Հայաստանում, հենց մենք, ոչ թե օտարները, ոչ թե ինչ որ դավաճանները, ոչ թե ինչ որ վատ մարդիկ, հենց մենք լավ բարի հայերս։ Դե առնվազն գժանոց կուղարկենք, բնականաբար կասենք, որ ուղղակի անպատկերացնել ինքը բան է ասում, որ մեզ աշխարհից կտրում է եւ կտենք կվառենք այդ մարդուն, բայց այդ մարդին կդառնար մեր թշնամին կդառնար, որևէ մեկը,
որ այսօր առաջարկեր ասել, եկեք հայկական այլումեն ստեղծենք, հայերեն տառեր ստեղծենք, հայկական առանձին ճարտարապետություն ստեղծենք, կետադրության առաջարկ անողին ընդհանրապես պարտադրած բուժման կենթարկենք եւ մնացած ամեն ինչ որ ես թվարկեցի վստահ եք չէ որ այդպես է լինելու իսկական կենթանի պատկերացրեք դա այդպես է լինելու փառք Աստծո մեր նախնիները դա մեզ տվել են թե չէ մենք այդ ամեն ինչը այսօր չենք ստեղծի իսկ ինչն է պատճառը տարբերությունը որն է ինչու չենք թողնի որտեվ մեր մեջ այդ վախն է, այդ խուճապն է, որտեվ մենք այսօր լրիվ այլ հոգեբանությամբ ենք ապրում։ Այդ մենք փոքր ենք, մենք փոքր ազգ ենք հոգեբանությունն է։ Մենք կվախենայինք մտքից իսկ եւ վախենում ենք հիմա այլ մտքից իսկ ինչ որ մի բան սեփական անել, ինչ որ մի բան ինքնուրույն մտածելու անել։ Մեզ անպայման դրսի սանկցիան է պետք է այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի կամ աշխարհի մենք նայում ենք, եթե նույնիսկ այսօր մենք մի բան անում ենք, ոնց է մեր մոտ ստանդարտը, չէ՞, տեսնենք աշխարհում ոնց է, բերենք ստեղ պատճենենք ամեն ինչը համարյա։ Եթե մեկը ինչ որ ինքնուրույն բան փորձի անել Հայաստան, դա կամ անտեսվում է, կամ վախ առաջացնում մարդկանց, որտեղ վախենալու է, որտեղ մենք սովոր ենք հովանավորյալ լինել, ինչպես որ մենք անվտանգության հարցում ասում ենք մեկը պետք է մեր անվտանգությունը ապահովի, նույնը այս հարցում մշակույթի հոգևորի ստեղծագործության հարցում պետք է մեկը դրսից սանկցիան տա եթե դրսում այդպես անում են հա կարելի է անել բայց եթե դրսում ոչ մեկ նման բան չի անում կամ դու չափից ավելի ինքնուրույնությունն ես ուզում շեշտել հայկական դա վախենալու է դա խուճապ առաջացնում եւ խնդիրը այստեղ իհարկե մեր քանակը չի սա մաքուր հոգեբանություն է սա արդեն ոչ թե փոքր ազգ է քանակով այլ հոգեբանությամբ եթե մենք նույնիսկ ունենք 100 միլիոն այս հոգեբանությունը նույնը լիներ, մենք նույնն էինք լինելու, փոքր ազգի հոգեբանությամբ էինք ապրելու եւ մենք այսօր ապրում ենք դա, այդ բանով, այդ վախի խուճապային եւ ինքնափոքրացման եւ ճիշտ հակառակն է եղել այն ինչ որ եղել է եւ այդ ճիշտ հակառակի շնորհիվ հիմա արդեն երևի ավելի պարզ ու հասկանալի է դառնում որ այն ինչ որ մարդիկ հնում են եւ կապ չունի այդ հին ու նոր աշխարհը այստեղ կապ չունեն հին աշխարհում էլ լրիվ նույն դրվածքն է եղել, կարգավիճակների առումով, մեծ տերությունների առումով, նույնն է ամեն ինչը, հələ ավելի դաժան է եղել, ինքնուրույնության դեմ շատ ավելի դաժան պայքար է մղվել, նույն բյուզանդական կայսրության կողմից, նույն մնացածի կողմից ինքնուրույնության դեմ շատ դաժան պայքար է մղվել եւ հատկապես հայկական ինքնուրույնության այդ արմատը բյուզանդացիք փորձել են կտրել ամեն ինչում տնտեսությունից մինչև ռազմական համակարգ եւ մշակութային եւ եկեղեցական սարսափելի թշնամանք է եղել դա ձրի չէ, դա պայքար է եղել, դա ինքնահաստատում է եղել, հեշտ չի եղել, բայց մարդիկ այդ հոգեբանությամբ եղել եւ սա մեզ ապացույց, որ անկախ քանակից, այդ քանակը մենք հիմա չենք կարող ասել, ասենք հին Հայաստանում, միջնադարում Հայաստանում ինչքան մարդ է ապրում, ինչ որ մոտավոր բաներ են հաշվում, անկախ քանակից այդ մարդիկ չեն ունեցել փոքրի հոգեբանություն եւ ի հեճուկս նրա ինչ որ թեկուս խորենացին է ձևակերպել, որտեղ ես ասի ձևակերպումներով չենք պայքարի ձևակերպումների դեմ, թեև ձևակերպումները շատ կան, փաստերով, այս փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում, լրիվ այլ հոգեբանության մասին են վկայում եւ այդ այլ հոգեբանությունն է, որ մինչեւ այսօր մեզ դեռ թույլ է տալիս լինել հայ, ոչ մի բան, որ մենք ենք, հա, մեր այս նոր շրջանում որոշ բաներ ավելացել են, որոշ անհատներ հիմնականում տիտանական ջանք են արել, ասենք մի ամբողջ ինստիտուտի գործ են արել, Հրաչյա Աճարյանի պես, Կոմիտասի պես, չգիտեմ, Սարյանի պես, մյուսների պես, որ մենք էլի մի բան ավելացնենք, բայց հիմնականում մենք ոչինչ չենք ավելացել, չնչին բան ենք ավելացել, մենք մեր այդ հսկա նախնիների ուսերին ապրող թզուկներ են այդ բանը կա, չէ՞։ Եվ մեր դեպքում դա բոլոր ազգերի դեպքում չի տենց։ Մեր դեպքում դա այդպես է։ Եթե մենք այսօր ունենք դեռ ինչ որ կենսունակություն եւ ինչ որ ինքնություն, դա նրա շնորհիվ որ այն մարդիկ չեն վախեցել լինել ինքնուրույն, այն մարդիկ չեն համարել իրենց փոքր, չեն նայել քանակը մեծափոքր, իրանք ինքնահաստատել են եւ սա նաեւ եթե քաղաքական էլ խորանանք, այդ նույնը եղել է, սա ուղղակի արդեն քաղաքական պատմության մեջ չենք խորանում։ Եվ սա է ամբողջ խնդիրը։ Հոգեբանության խնդիրը, կարգավիճակի խնդիրը։ Դու դնում ես կարգավիճակի ավելի բարձր կարգավիճակի եւ հասնում ես դրան։ Եվ իդեպ, եթե ուզում եք տեսնեք, սա մեր ներքին չի, արտաքին բանով էլ այդ ճանաչումը ստացել։ Մինչև հիմա այս օրինակներն եմ շատ սիրում։ Տեսեք, ինչ է նշանակում Երուսաղեմը, 3 կրոնի սուրբ քաղաքը, ինչ է նշանակում բաժանված է 4 մասի, չէ՞, տրամաբանական 3 մասի, որտեղ իսլամի սուրբ քաղաքն է, քրիստոնյաների սուրբ քաղաքն է, հրեաների սուրբ քաղաքն է։
Դու 3 մասի պիտի բաժանվի։ Բաժանված է 4 մասի։ Ո՞վ է այդ 4-րդը։ Ինչ որ հայեր։ Ինչ կապ ունեն այդտեղ հայեր, այսինքն մուսուլմաններ, հրեաներ, քրիստոնյաներ եւ հայեր, հայերը առանձին։ Սա ի՞նչ է։ Սա անոմալ է այսօրվա հայի տեսակետից, ինչ որ աբսուրդ է, խնդալու բան է, ինչ կապ ունեն այդտեղ հայերը։ Ո՞վ են այն մարդիկ չգիտեն, լիքը մարդ չգիտեն հայերը ո՞վ են։ Դե քրիստոնյաները հասկացան, որ կաթոլիկ ուղղափառ տարբեր չեն։ Ասենք չգիտեմ, մուսուլմանները հասկացան, որ հայերը ով են, իրանք այսինքն համաչափ են, այսինքն ի՞նչ է նշանակում հայերը այդ բաժանման մեջ համաչափ են, ոչ թե ասենք, չգիտեմ, օրինակ նույն էլի գերմանացիներն այսօր շատ են հիշում, գերմանացիներին, որոնք չունեն այդ փայ, որպես ընդհանուր քրիստոնյա ունեն, ռուսներին, այլ համաչափ են ընդհանուր քրիստոնյաներին, ընդհանուր մուսուլմաններին եւ հրեաներին։ Հասկանում եք սա ինչ է։ Հիմա էլի այսօրվա քանի որ մեր տեսակետից դա ինչ որ անոմալ է, փորձում եք տենց ինչ որ այսօրվա հային բնորոշ տենց շուստրիկ բացատրություններ գտնել, որտեղ այդ շուստրիկ արևելյան բանով, դե տենց մեկին կաշառեցին, ախպեր տվինք բան, մեզ տվին բան, եսի, որտեղ մենք այդ ենք, մենք չենք հասկանում, ոնց կարեն մարդիկ այդ կարգավիճակին հասնեն, բայց տենց հարցերը այս աշխարհում չեն լուծվում, մեծ հարցեր չեն լուծվում, ախպեր, այն նրան տարին կաշառինք, տվինք բան, դա արտաքին աշխարհի կողմից թեկուզ արաբների, հետո նաև Օսմանյան կայսրության կողմից, թեկուզ քո կարևորության եւ կարգավիճակի քո ջանքի ճանաչումն է, որովհետեւ այն ինչ որ դու արել ես քո ինքնությունը, կերտել ես, ոչ թե իջել է վերևից, դու կերտել ես, անդադ ուժեղացրել ես, սա նաև ճանաչումն է եղել, որ այո, այս հայերը առանձին են։ Սա առանձին քաղաքակրթության հայտ է, ըստ էության հասկանում եք։ Սա մենք ունեցել ենք։ Եվ էլի դες ապացույց, որտեղ փոքր ազգի հոգեբանությամբ ազգը ապրող, որ եթե իրենք ասեն, դե մենք փոքր ենք, կյանքում նման կարգավիճակի չէր հասնի։ Մենք այսօր կարանք նման կարգավիճակի հասնենք, խնդալու է, չէ՞, ծիծաղելու է, չենք կարող, բայց այդ մարդիկ կարողացել են։ Քանակի մասին, ինչ ենք մենք այսօր քանակով, այո, հարաբերական փոքր։ Ես հիմա չեմ խոսի, որտեղ ես ռուս-թուրքական վանդակում իմ հիշելով բավականին մանրամասն խոսել եմ եւ հիմա հղում կանեմ, եթե հետաքրքիր է փորձեք այդտեղ գտնել, եթե չէ, եթե ուզենանք կարամ առանձին ամեն դեպքում այս շարքի մեջ էլ խոսել, բայց չեմ ուզում երկարացնել, որտեղ դա շատ թեմաներ ունեն։ Քանակի մասին ինչ ենք նաեւ, մենք խոսել ենք դրա մասին, որ սա նույնպես մեր պարտության եւ մեր հոգեբանության արդյունք է, որտեղ այսօր մենք հենց մենակ, եթե 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը հաղթեինք եւ ոչ թե ենք անենք, որ մենք փոքր ենք, այլ հասկանենք, որ սա այն ճակատամարտն է, որը եկել է եւ ամբողջ հայությունը պետք է եթե համախմբվի ու հաղթի, եւ եթե մենք ստիպված չմասնակցեինք սովետական միության կազմում երկրորդ համաշխարհային պատերազմում եւ ունենայինք այն նվազագույն տարածքը, որը մենք պետք է կարողանայինք ունենալ այդ 20-րդ դարի սկզբի իրադարձությունների արդյունքում, իհարկե մենք այսօր Հայաստանում կլինենք շատ ավելի մեծականակ ազգ։ Մենք վերլուծել ենք, թե ինչու հարցը մենակ տարածքը չի հարցը, մենակ այն չի, որ աշխարհով մեկ սփռվել են հարցերն անդառնալի դեմոգրաֆիական կորուստներն են, որոնք մենք ունեցել ենք նաև սովետական Հայաստանում պատերազմի արդյունքում, դրա բոլոր հետևանքների, ուրբանիզացիա եւ այլն։ Հիմա չեմ ուզում կրկնել, մանրամասն մենք տեսել ենք, որ դա ոչ թե ուղակի գնաց թեկուզ 100,000 հոգի կամ 300,000 հոգի զոհվեց, այլ դա զոհվեց եւ դրանից շատ ավելի մեծ քանակի դեմոգրաֆիական կորուստներ ունեցանք եւ այսօր եթե մենք Հայաստանում 3 միլիոն ենք, եթե մենք այլ հոգեբանությամբ լինեինք, պայքարի հոգեբանությամբ լինեինք, մենք 3 միլիոն չենք լինի, 20 միլիոն կլինեինք կամ չգիտեմ 30 միլիոն կլինեինք, այդ տվյալները կարանք չգիտեմ ինչ որ մեկը փորձի հաշվել, նայելով ծնելիության ցուցանիշներն եւ այլն, այս մենք կունենայինք, բայց սա էլ եմ ասում, հիմա ես հենց հիշատակում եմ, մեկին կարող անհիմն թվա, մանրամասն փորձել ենք խոսել հիմնավորել, հիմա չեմ ուզում ես սա կրկնել, այսինքն ինչ ենք մենք ստանում, մենք փոքր ենք ու նախ եւ առաջ հոգեբանորեն, էսա մեր խնդիրը, այդ փոքրի հոգեբանությունը ինքը բերում է մենակ ավելի փոքրանալու, ինչքան դու ասում ես ես փոքր եմ, այդքան ավելի դու հետո փոքրանում ես, այդքան ավելի դու կորում ես, կորցնում ես, այսինքն սա հոգեբանության խնդիրը նախ եւ առաջ։ Մենք էվենքների չափ չենք, էլի 19,000 մարդ չենք, որ ասենք հալավ օբյեկտիվորեն շատ քիչ ենք։ Մենք խոսել ենք, որ այդ քանակները, այն քանակը, որը մեր մասին է, միլիոններով հաշված քանակը, դա հարաբերական է, բերել ենք օրինակներ, ասենք շվեդների, թամիլների, չգիտեմ, նորվեգացիների եւ այլն։ Եվ սրանից բխած, քանի որ մենք ասում ենք մենք փոքր ենք, մեր բոլոր նպատակները մենք ձևակերպում ենք համապատասխան գոյատևել, տեսեք գոյատևել
ոչ թե անկախ լինել, ոչ թե կարգավիճակ բարձրացնել, ոչ թե պայքարել այս աշխարհում ավելի բարձր կարգավիճակի համար, իսկ անկախության համար չէ իրական գոյատևենք, սա փոքրի հոգեբանություն է, բայց երբ որ դու դա ես դնում գոյատևել է նպատակը, դու չես էլ գոյատևում ի վերջո։ Նույնը ասենք, չգիտեմ, յոլա տանենք, այսօր նույնիսկ ասում են, ասենք, դե կորցրել ենք ամեն ինչ, բան գոնե մի կերպ յոլա տանենք, գոնե եղածը փրկենք, այս ձևի նպատակներ ենք մենք ձևակերպում։ Մեկը գա մեզ պաշտպանի, կամ են ոնց է յորղանի գյորա, հատուկ էլ այդտեղ այտենց այդ թուրքական բառերը շատ են, չէ՞, յոլա, յորղան, գյորա, այդ այլանդակ էլի այդ արևելյան բազարի մտածողությունը նման էր, որը քաղաքականությունից կիլոմետրով հեռու է, աշխարհի իրական օրենքները հասկանալուց կիլոմետրով հեռու է։ Սա մեր հոգեբանությունը եւ այս հոգեբանությամբ այո մենք գնալով ավելի կրճատվելու ենք, ավելի կորցնելու ենք։ Մեր խնդիրը այս ամբողջ այս վերլուծությունների, խոսակցությունների խնդիրը դրանք ինքն էլ նպատակ չեն փոխելն է այդ հոգեբանությունը, որտեղ այդ հոգեբանությունը փոխելուց է սկսվելու այլ ճանապարհը, այլ Հայաստանը, ուրիշ ձևի Հայաստանը։ Եվ մենք կփրկվենք եւ այս փոքրությունից էլ կազատանք մենակ մի դեպքում, եթե մենք սկսենք նորից դնել մեծ նպատակներ, եթե մտածենք մեծ հեռանկարներով, որ եթե մտածենք ոչ թե գոյատևելու մասին, այլ անկախության եւ ոչ միայն անկախության, այլև կարգավիճակ բարձրացնելու մասին, մենք նպատակներ դնենք մեծ, կարևոր չի դու այսօր ինչ վիճակում ես, նպատակը դա կարևոր, որովհետեւ նպատակը դա քեզ տանում դեպի ապագա, ոչ թե քո այսօրը, քո այսօրն է ինքը կարող շատ վատ լինի, բայց եթե դու մեծ նպատակ ես դնում, ապագան ձևավորվում է քո նպատակներից, մեծ նպատակներից, ոչ թե քո այսօրվա կարողություններից, մեծ նպատակներ, ոչ թե յոլա տանելու նպատակ, այլ վերածննդի նպատակ, ոչ թե մի կերպ գոյատևելու, եղածը փրկելու, այլ հաղթանակի նպատակ, վերելքի նպատակ, այդու մշակութային, այդու մենք պետք է այդ համարձակությունը ձեռք բերենք, նորից ինքնուրույն ստեղծելու, նորից սեփական, ինքներս մեզնից չվախենալու։ Եվ այս ամբողջ խոսակցության իմաստը էս է, երևի այսօր այս թեման արդեն կավարտենք այսքանով եւ կանցնենք մյուս թեմանին, բայց գլխավոր եզրակացությունը եւ ինչ որ մենք տեսանք ոչ միայն խոսքերով, ռետորիկայով, այլև որքան հնարավոր է այս կարճ ֆորմատի մեջ փաստերի համադրմամբ, օրինակների համադրմամբ մենք տեսանք, որ հիմքում հոգեբանությունն է, ընկալումն է, հետո նոր արդեն քանակը ես չեմ թերագնահատում, բայց հոգեբանությունը պետք է փոխվի եւ դե մենք փոքր ազգ ենք, արտահայտությունը պետք է մտնի, ասես կարմիր խաչով արգելված արտահայտությունների շարքի մեջ։ Մենք մեր ուղեղներից դա պետք է հանենք, դենքցենք, հասկանալով, որ դրանից է սկսում մեր փոփոխության, մեր այլ ձևի կյանքի ճանապարհը։ Հանում ենք, դեն ենք շպրտում, աղբանոցը, այս մի ձևակերպումը գցում ենք աղբանոցը։ Մնացածի մասին կխոսենք մնացած մեր զրույցներում, շնորհակալություն, եթե համբերություն ունեցաք մինչև վերջ լսելու, կհանդիպենք եւ կշարունակենք մեր դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիան կամ ինչպես նաև sense ոչ պաշտոնապես ասում եմ, քանդուկ հավաքում։